Գտ։ Սեք ինչ լավ դիրվարում դա, լավ ժողովուրդ։ Բարի լույս ժողովուրդ ջան, հուսամ լավ եք։ Ուրեմն ինչ ենք անում այսօր։ Գնում ենք առաջին լոբու բերքը հավաքենք, բայց մինչև այդ ուզում եմ ցույց տամ երեք ինչ գործեր եմ արել օղամասում։ Ուրեմն սկսենք ստեղից, այստեղի այս վաղենակների չորացած թփերը կտրել եմ, բացել եմ, ահագին տարածքը ազատվեց, ճանապարհը լայն, այստեղ արդեն արունգները արևի երես են տեսնում, ընթացքում աղարջ եմ հավաքել, բայց ամենակարևորը ժողովուրդ այստեղ ես շլանգներ ունեի, որոնք չէի օգտագործում, ու գիտեք, որ իմ հողամասի մի մասն ամենակաթիլայինի տակ, մյուս մասը չէ, փորձեցի դա էլ կաթիլայինի տակ գցեմ ու այսպես միացրել եմ, այստեղից գալիս է, միացրել եմ այս պամիդորները երեք լավ ջրվել է ու տեսեք իրենց վրա արդեն, այս հենց բերք կա, գալիս է կաթիլայինը միանում է մեր աշնան լոբին էլ լավ ջրվել է ու տեսեք արդեն բարձրացել է, շուտով ես էլ կծաղկի, այս տարի մի փոքր շուտ արեցինք, որը այդքան լավ չէ հաշվարկված, բայց միևնույն է ուշ արած լոբին ինքը մինչև ուշ հաշուն, մինչև ձյունը գալը բերք է տալու, մի փոքր շուտ ստացվեց, բայց անցած տարի էլ ուշ արեցինք ու դրա համար մի երկու անգամ հավաքեցինք, ձյունը եկավ, այսա ջրվում է արդեն, սրա վրա էլ քիչ ժամանակ կհատկացնենք, ինչ ամանում ժողովուրդ, ստեղ էլի ունենք պամիդորներ ու այն ցածրաճ մարինատի լոբին, որ չի ջրվում, սա շլանգով ենք ջրում, սրանք էլ եմ ուզում կաթիլային անցկացնեմ ու այս պամիդորները, որոնք լոբու մոտ են, բայց մի քանի դետալ է պակասում, դա էլ կգնեմ, փոքր դետալները կբերեմ, սրանք էլ կաթիլայինի տակ գցենք ու սա էլ կջրվի ու նաև եթե կարողանանք այս գյորգինաների տակ, գյորգինաները արդեն լավ փակվել են, չգիտեմ կստացվի իրանց տակ կաթիլայինի լենտաներ անցկացնել, բայց դե տեսնենք, այս սև աղարջը եթե այսօր հասցնեմ, սա էլ պիտի հավաքվի, կարմիրն էլ արդեն մի քանի թուփ է մնացել, այդ էլ կհավաքենք, աղարջի գործը կավարտենք, այստեղ ուրեմն սկսենք լոբուց, տեսնենք ինչ կա լոբու վրա, դդմիկներս այս հենց կարճ ժամանակում խելքի եկան ու արդեն, տեսեք իրենց վրա, արդեն ձևավորում են պտուղները, սա շնորհիվ նրա, որ անընդհատ երբ միացնում են պամիդորի կամ մնացածի կաթիլայինը, իրենք էլ դրանց հետ ջրվում են։ Գործը շատ է ժողովուրդ, օրական քիչ-քիչ այդպես անում ենք, արանքից դուրս գա ու արդեն լոբու առաջին բերքն է, լոբի շուտ փակվեց, ժողովուրդ, ես չէի նախատեսել, որ սենց ճանապարհը կփակվի, ես այնպես էի նախատեսել, պլանավորել, որ արանքով հեշտ գնանք, բայց այ չէի հաշվարկել, որ սենց շուտ փակվելու է ու դժվարությամբ է մտնելու, այս դե արդեն լավ բռնել է ժողովուրդ, նա իրա վրա էլ ահագին ծաղիկ կա, հիմա հավաքեմ ու ցույց տամ, այս հենց կանաչ սիրուն լոբիներին, սա մեր լոբու առաջին բերքն է ժողովուրդ ջան, դեռ նոր սկսել արդեն պտուղներ տալ, քիչ առաջին բերքի համար, բայց ընթացքում իհարկե կշատանա, ոնց որ թե բրոկոլին էլ հավաքելու ժողովուրդ, ես էլ հավաքենք, հա, թե չէ հեսա կծաղկի, սրանք էլ հավաքենք, ժամանակին տեղավորենք, չփչանա մեր բերքը, տեսեք ինչ լավ գլուխներ է տվել, ու լավ կոշտ է ժողովուրդ, էի սորտից է, ուրեմն անցած տարի երբ
բրոկոլին հավաքեցի, շտապեցի թփերը կտրեմ հանեմ ու կողքերից նորից տվեց, այս տարի էլ ենք փորձելու, տեսեք ինչ լավ գլուխներ է, լավ է ժողովուրդ, սերմից էլ է, սա Եվրոպայից բերված սերմ է Բելգիայից, մի քանի այսպես սացիլ էին տվել, հիմա տեսեք, ընտիր բերք, լավա չէ, ընտիր, ես շպիրկեքով փակել էի, որպեսզի շուտ չդախանա, որպես ինտերնետում էի տեսել, որ ծաղկակաղամն ու բրոկոլին այդպես են անում, կաղամբազգիների ամենաարժեքավոր բույսերից է, գիտեք հիմա էլ մարդիկ նախապատվությունը բրոկոլինն են տալիս, որպես դիետիկ սնունդ, ես տարի կարելի է շատ դրած, այս տարի ընդամենը երևի 10 թուփ եմ դրել, ընտիր բերք, այս մեկը դեռ նոր է արել, գլուխը նոր է տալիս, ստեկա կողքերից բեչատված, սրանք էլ ընթացքում երևի նորից գլուխ կտա ու սրանք էլ բան կանեն, բայց այս մեկը փոքր է, սա չեմ պոկի, այսա չէի ծածկել, հիմա կծածկենք, այսպես տերևներ ուղղակի հավաքում ենք, ու լվացքի շպիլկայով սենց ամրացնում ենք, ստվեր ենք ստեղծում բույսի համար, որ այ լավ չկպավ, որ շուտ չդախանա ու խոշորանա, այն մեկը 2 օր առաջ ենք ծածկել ու իսկույն խոշորացավ, հասունացավ, հերթը սրանն է, սա էլ մի ուրիշ անգամ կպոկենք, ասեք ինչ լավ բերք է ժողովուրդ, առաջին անգամ է, որ սենց լավ բերք եմ հավաքում, անցած տարին շատ մանր էր, երևի սորտն է կարևոր, չէ, հաստատ, հիմա քանի որ սա պահածոյի է գնալու, ու հնարավոր է նաև այս պատիսոնների հետ պահածոյացնել, չգիտեմ ինչ կորոշեն էլի տնեցիք, սրանք էլ հանենք ժողովուրդ, ամեն օր գրեթե էլի այս պատիսոնները հավաքում եմ, ասել են, որ պիտի մանր հավաքեմ, անցած անգամվանը չէին հավանել, երևի խոշոր էր, մանր հավաքենք, ու լավ, սա էլ է բեչայա տվել ու իրա վրա լավ բերք կա ժողովուրդ, անցած տարվա համեմատ շատ լավ է, գնացինք, այս կանաչ սորտի վրա դեռ փոքր են, բայց հեսա մի հատ կա, նայեք, 2 տարբեր գույներ, սիրունա չէ, նաև դդմիկներն է հավաքելու, կաբաչկաները ժողովուրդ, բայց դա արդեն ուրիշ ամանի մեջ, սա տանենք տուն, գանք շարունակենք բերքահավաքը, մինչև դդմիկները հավաքելը ժողովուրդ ջան, ես դեռ նկատեցի վարունգը արդեն մեծացել է ու հավաքելու է, սա էլ հավաքենք, ես մինչև այդ ցույց տամ, ինչ եմ արել այստեղ, այս ամբողջ շարքը, տեսեք ոնց եմ կապել, սիրուն, ճանապարհը այսենց բացվել է, ընթացքում էլի ես
Շիվերը, որ երկարում է, սրանք էլ եմ կապում։ Այս տեսեք ինչքան բերք կա։ Այ մանր լցրած է։ Հավաքենք, որ պիտի այսօր ջրենք։ Ջրենք չչորանա։ Բերքի վրա է բույսը, առատ պիտի ջրվի։ Նաև ընթացքում այդ երևում է կեղծ ալրացնող։ Այս տերևներն էլ պիտի նորից մաքրենք տակը։ Նայեք, սկսեցինք։ Խթաներս նոր սկսել են ծաղկել, ժողովուրդ։ Խթան մի քիչ ուշաբերք տալիս, այս փոխարենը վարունգը լիքը բերք կա։ Մի անգամ արդեն հավաքել եմ, սա երկրորդ քաղն է։ Ինչպես բոլոր բույսերս են, ժողովուրդ, վարունգն էլ է շատ խիտ ստացվել։ Խիտ ցանեցի, որ արանքները երբեմն կտրում է բան, այդպես էի մտածում, բայց այս տարի չկտրեց ու հետո փոշմանեցի, որ խիտ եմ արել ու ափսոսացի արանքների ցանեմ ու այսպես խիտ ստացվեց։ Դրա համար այս շարքը երկու կողմից եմ փայտերը դրել, որ գոնե մի կերպ այդ բույսը տարածվի։ Լիքն ախր է, չեք պատկերացնի։ Ամեն տարի էլ իմ վարունգը լավ է լինում, բայց այս տարի քանի որ բարձրացրել եմ սենց ցանցի վրա, փայտերի վրա, այս տարի ավելի շատ է։ Հավաքելու եմ ու ջուրը կապեմ։ Վարունգը սիրում է, որ արև ժամանակ ես ջրում։ Պես ինքը ավելի լավ ասկում էլի։ Օրու մեջ այսպես պիտի ջրվի։ Տերևների վրա էլ ալինա նկատում եմ, որ բույսը ջրի կարիք ունի։ Նայեք հələ սրան։ Ալյանս է կոչվում սորտը, հաճախ եք հարցնում, ժողովուրդ։ Մի քանի տարի շարունակ ես այս սորտն եմ ցանում։ Ինքը մարինատի սորտ է, շատ չի մեծանում, այսինքն որ թողես կմեծանա, այսպես չեմ թողում ու ինձ մանր հավաքում եմ, որ պահածոյի համար հարմար լինի էլի։ Այս սորտը կոչվում է կորնիշոկ, ժողովուրդ։ Ինքը տեսնում ենք ավելի շատ կլորական, երկար, բայց էլի բերքատու սորտ է։ Մի քանի թուփ եմ գցել սրանից ու տեսնում եք, որ արդեն իրա վրա լավ բերք կա։ Ինքը մի փոքր այսպես կլորավուն է, բայց տեսեք, վերևից ներքև ամբողջը բերք է։ Ամեն տերևից հետո բերք։ Տերևից հետո բերք կա։ Այդպես տարբեր սորտերով այս համար Այս էլ մեր այսօրվա վարունգի բերքը, ժողովուրդ ջան, բավականին շատ բերք ենք հավաքել, գոհ եմ։ Տեսեք ինչ լավ ընտիր վարունգ է։ Ջուրն էլ կապենք ու սա տանենք տուն։ Սա ներքև գնացող ջուրն է։ Փակեցինք
Իսկ սրանք բացում ենք։ Վերջ, ջրվի, մինչև մյուս օրը արդեն նորից կհավաքենք։ Հերթը հասավ դդմիկին ժողովուրդ։ Այս բադրջաններն էլ կապելու արդեն թեքվում են։ Դդմիկներն էլ ամեծացել։ Էլի մեծացել է, սա երևի ամեն օր պիտի հավաքվի։ Իսկ ամեն օր հավաքենք ինչ անենք, այ դա հարց է։ Երկու հատ ստեղ։ Վարունգները ջրեցի։ Հիմա կապել եմ արդեն բանի տակ։ Պղպեղների տակ, պղպեղներն էլ ջրվի, նորից մի հատ էլ լցնենք ջուրը ու ջրենք լոբին։ Լոբին 2 օր չեմ ջրում, տերևները կախվել են։ Այստեղ նեխածել ունենք ժողովուրդ, մեկ լինում է, սա կալցիումի պակասից է, բայց բույսերի մոտ քիչ է, դրա համար կարիք չկա սնուցելը։ Այսքան բերքի մեջ 1-2-ն էլ հնարավոր է նեխած լինի։ Թերը արդեն ճյուղավորվել են ու այս ավելի շատ է բերքը, կրկնակի է։ Երկու 3 թուփը բավական է, մյուս տարի այսպես չեմ անի, որպեսզի ավելորդ տեղ չզբաղեցնեմ, քանի որ մենք քիչ ենք տանը, ու 2-3 թուփը մեզ լրիվ կհերիքի։ Տեսեք, այնտեղ 2 թուփ էլ կա։ Այք որ լավ ջրվում է, ինքը նաև սկսում է երկար, հիմա այս դդմիկներն էլ պետքա բան անենք, փայտեր դնենք ու բարձրացնենք, էլի, որպեսզի մնացած բույսերին չխանգարի։ Մի հատ սերմից տեսեք, 1, 2, տեսել 3 ճյուղ է գալիս, որից 2-ը լավ բերք է տվել։ Այսա բերքա, առատ բերք ժողովուրդ, տարվա այն շրջանն է, որ չես ուզում հողամասից դուրս գաս, ամբողջը բերք հավաքի ու հավաքի։ Անդրերը թող մնա։ Այս անգամվա կաբաչկիներս լրի վերջն է ժողովուրդ։ Այսքանը ինչ եմ անելու։ Տանենք տեսնենք, մի բան կանենք, ինչ որ չկա, բաժանում ենք, ում պետքա տալիս ենք, էլի։ Գնանք կանք, անցնենք գործի։ Արդեն հողը ընկել է ու հողամասում ահագին գործ կա, ու այստեղ տեսնում եմ արդեն բիբարներս էլ են սկսել գցելը։ Մեզ ուրախ բերքահավաք է սպասում ամբողջ տարին, գնացինք։ Տնեցիներն ասում են, բա այդքան բերքը բերել ես, բա կանաչի, ու տանում ենք նենց կանաչի ու ուզակատի համար այս սամիտներից այս մի թուփը երևի կհերիքի։ Ճանապարհի վրա է, էլի, հավաքենք, որ ճանապարհը ազատվի։ Ես ինքը իրեն աճել ու թողել եմ։ Դեպպես հետո ես տակը կհանեմ, բայց կարանք ես բարակշիվերից էլ տանենք ուտելու համար, տերևները դեռ մատղաշ են, էլի։
Մեկ այսօր ինչքան վեր քաղաքեցինք, լավ սա հետո ես կպոկեմ։ Այստեղից Մաղադանոս ենք տանում ժողովուրդ, Մաղադանոսս այս տարի հիվանդացավ, տերևների վրա այսենց կետիկներ են, անձրևներից էր սնկային հիվանդություն բռնել, մի անգամ հնձեցի, ասեմ հնարավոր է նոր աճած շիվերը այդպես չլինեն, բայց չէ, լինում խնդիրը կա։ Էլի այսպես հնձում ենք, տեսնենք հիվանդությունը կնահանջի, թե չէ։ Հերիքա երևի, հերիքա, հա։ Այստեղ բադրջանների ու պամիդորի արանքում ժողովուրդ 1000 էի ցանել, հիմա արդեն ուտելու է։ Ես էլ հանենք, համել տեղը կազատվի։ Հերիքա։ Ու բադրջաններս արդեն ակտիվ ծաղկում են։ Տեսնում եք ոնց է փաթաթվել, խեղճացնում է բույսին։ Պղպեղի մեջերն էլ ժողովուրդ համեմ էի ցանել ու հիմա իսկական ուտելու ժամանակն է։ Համել ազատենք, որ այս պղպեղների մուրճապատումը մնաց։ Ինչի չարեցի, որովհետև այս համեմը խանգարում էր։ Դրել եմ կաթիլայինի վրա, մի կողմից պղպեղն է ջրում, մի կողմից էլ դիսկա, մի կողմից էլ էս համեմները։ Սեք ոնց է երկարել, ընտիր է ուղակի։ Ռեհանը նորից, արդեն նորից պիտի հնձենք։ Այս գայլուկը ոնց է փաթաթվել, էլ է սրան։ Անցած անգամ եմ մաքրել։ Ռեհանն էլ պիտի հնձենք, բայց մի քանի հատ հիմա ուտելու տանեմ, արմատով դուրս եկավ։ Նոր սա երևի կմնա վաղը, այսօր շատ տարա, միջև դրանք տեղավորեն, սա էլ վաղը նորից կհնձենք մի հատ, ջրենք, որ նորից փարթամանա։ Ես էլ այսպես։ Հողամասի այս ճանապարհի վրա անընդհատ այսպես կանաչ է աճում։ Սա արմատներով չեմ հանում, ինչի որովհետև հաճախակի այսպես հավաքում եմ, հնձում եմ ու տալիս եմ հավերին, ախորժակով ուտում են այս կանաչը։ Իհարկե մենակ սրա հույսին չենք, ամբողջ հողամասից հանած մոլախոտերն էլ են իրանք ուտում, բայց դե դիտավորյալ հողամասի այս հատվածը պահել են, որ այս տիպի կանաչը հավերի ամենասիրած կանաչն է, թե չէ այս թելուկ-մելուկ իրանք ճիշտ է ուտում են, բայց դե շատ ուտելուց նկատում ես, որ լուծ են գտնում։ Սա հնձեցի, մի երկու օր հետո նորից խոտը բարձրանալու է ու գալու եմ նորից հնձել։ Այն ժամանակ գնում էի ուրիշ տեղերից էի բերում, հիմա
Ինձ հողամասում ինքն իրեն աճեց, ես էլ հողեցի, որպեսզի ես էլ հողամասից լինի։ Գտ։ Սեք ինչ հավեսով են ուտում։ Այն ակլորով ախենում է սրանից, դրա համար մոտ չի գալիս, է մեկն էլ է։ Սա նորից գերիշխող է դարձել ու նրանց նեղացնում է, այդպես է հավանոցում միշտ ակլորներից մեկը գերիշխող է լինում։ Այս էլ թող ուտեն։ Հավերին էլ կերակրեցինք խոտով, հիմա հավաքենք ձվերը։ 4 հատ ստե։ 4 6 10 հատ էլ ստե։ Սեսնիկ ստեղել են, ածում ես թխսի տեղը, չէ։ Չկա, մի հատ էլ ստե, 11 ձու, ես էլ մեր այսօրվա հավերից ստացած բերք։ Մի փոքրիկ տեսանյութով ձեզ ցույց տվեցի իմ գյուղի առօրյայից մի հատված, ես դեռ շարունակելու եմ հողամասում իմ աշխատանքը, այս գեղեցկությունը, այս բերք ու բարիքը որ տեսնում եք, դրա ետևում կանգնած է ծանր երկար աշխատանք, որ ես հավեսով ունեմ, ինչևէ, այսքանով ցանկացա ձեզ ցույց տալ իմ այսօրվա բերքահավաքից հատվածներ, հուսամ ձեզ դուր եկավ, եթե հավանեցիք անպայման մեկնաբանություն գրեք, լայք տվեք եւ բաժանորդագրվեք ալիքին, չմոռանալով միացնել զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք ոչ մի տեսանյութ։